13 տարեկան էի, որ հայրս մահացավ, և հորս մահը ինձ վրա շատ ազդեց։ Ես քրիստոնեությունից հեռու մարդ էի, թեպետ հայերս քրիստոնեություն ընդունել ենք 301 թվականին, պարծենում ենք Փառք Աստծո, Աստված որ այդ պարծանքը գործնական էլ լինի, ոչ միայն խոսքեր։ Եվ հիշում եմ դեռևս հորս քարսուքը չէր լրացել, ընկերներս ինձ առաջարկեցին, որպեսզի սիգարետ ծխեմ։ Ասին, եթե սա ծխես, սա քեզ կօգնի։ Որովհետև իրանք տեսնում էին, որ ես շատ տխուր եմ։ Ամեն անգամ, երբ որ լսում էին ընկերներս պապա ջան էին ասում, իրանց պապայի անունը կանչում էին, ու ես չէի կարողանում, դա ինձ տանջում էր, ես շատ էի տանջում։ Եվ վերջապես համաձայնվեցի, առաջի անգամ ես ծխեցի 13 տարեկանում։ Եվ տեսա, որ ոչ մի բան չօգնեց, բացարձակապես։ Հետո 14 տարեկանում իրանք արդեն ուրիշ ընկերներ էի ձեռք բերել, տարիքով ինձնից մեծ, առաջարկեցին նորից ծխեմ, բայց ուրիշ բան, նարկոտիկ արդեն օգտագործեմ։ Եվ սկսեց իմ կյանքս դրանով գնալ ավելի ու ավելի կործանում։ Ընդհանուր այնքան վատացավ իմ կյանքը, որ մարդիկ չէին ուզում այլևս իմ հետ հաղորդակցվել, շփվել, ընկերներ, հարազատներ, չէին ուզում ընկերություն անեն ինձ հետ, միայն նրանք, ովքեր որ իմ նման էին։ Եվ այդ ժամանակ հավատացյալ տղաներ էին գալիս եւ սկսում էին Աստծո մասին ասել, որ Աստված կա, մենք ծիծաղում էինք, ընկերներով ձեռ էինք կառնում, չէինք հավատում։ Եվ այդ ժամանակ մեծ եղբայրս ասեց, ուզում եմ գնանք պապայի գերեզման, այդ ժամանակ երևի արդեն 19 տարեկան տղա էի, ասեց, ուզում եմ գնանք պապայի գերեզման, երբ որ գնացինք պապայիս գերեզման, ինքը նայեց տապանակարին եւ այս խոսքերն ասեց, պապ ջան, կներես, բայց ստիպված եմ այս անեմ, ավելի լավ այնքը գա քեզ մոտ, քան մենք իրա ձեռքին տանջվենք, ես մինչև փորձեցի մտածեմ, ինչ նկատի ունի, անմիջապես զենքը հանեց եւ իմ գլխից դրեց։ Խնդրում եմ եղբորս մասին վատ բաներ չմտածեք, նա շատ լավ անձնավորություն է, ուղղակի եթե ես նա փոխարոն լինեի, ավելի վատ բաներ կանեի։ Եվ նա ձեռքը սկսեց դողել, նա չկարողացավ այդ գործողությունն անի, մի կողմ շպրտեց, ինձ գրկեց ու սկսեց արտասվել։ Կյանքից մեջ 2 անգամ էի տեսել նրա աչքերի մեջ արցունքներ։ Մեկը պապայի մահվան օրը եւ մյուսը այդ օրը։ Եվ այդ ժամանակ նա ասեց այս խոսքերը. ինչքան գումար ես ուզում, ասա տամ, միայն Հայաստանից հեռացի։ Գիտեք, իրականության մեջ ես ուզում էի փոխվել, բայց ես ընկել էի այդ ճահիճի մեջ ու չգիտեի ոնց դուրս գամ, չէի կարողանամ դուրս գամ։ Ելքը չգիտեի։ Կարծես մի հատ արծիվ վանդակի մեջ է, այս արծիվը վանդակի մեջից ուզում է դուրս գա։ Նայում է վանդակի դուրսը իր ընկերները կապույտ երկին կարե վարքայություն վայելում են, թրջում են ազատություն, բայց ինքը չի կարողանում այդ վանդակից դուրս գա։ Իմ կյանքը այդ վանդակն էր։ Ես շատ էի ուզում դուրս գամ, բայց չէի կարողանում։ Չգիտեի, որ ելքը միայն Հիսուսն է։ Եվ այդ ժամանակ ես եղբորս ես գրկախառնվեցի իրեն, սկսենք երկուսով արտասվել ու ես ասեցի, ինձ ոչ մի գումար պետք չի։ Ես երդվում եմ պապայի գերեզմանով, որ այսօրվանից ես կփոխվեմ։ Գիտեք, ես մտածում էի, որ այդ երդումը ինձ ուժ կտա, ամեն անգամ կհիշեմ այդ երդումը եւ դա ինձ կօգնի, որ ես փոխվեմ։ Բայց ցավոք սրտի դա խաբկանք էր։ Ոչինչ չկարա օգնի։ Միայն մեկը կա, որ կարա քեզ օգնի։ Եվ նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Բայց ես այդ Հիսուսին չէի ճանաչում։ Այո, բոլոր ծափերը միայն նրա։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես երդվեցի, կարծես թե առաջի օրը ստացվեց, երկրորդ օրը կարծես թե մի կերպ փորձում էի, երրորդ օրը ովքեր նման կյանքեր ապրել են կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Դա Աստված որևէ մեկը նման ճահիճի մեջ չլինենք։ Եվ
7 օրեր կարծեմ, եթե չեմ սխալվում, 6-7 օրեր, որ ես ինձ փորձեցի տիրապետեմ, բայց չկարողացա։ Եվ ես ոսմաշունը իր հապսխացին նա դառնեմ, ես վերադարձա նորից իմ վատ կյանքին եւ ասեմ ձեզ ավելի վատ բաներ։ Շատ վատ բաներ, քանց մինչև այդ օրներ։ Ինչու, որովհետեւ ես ինձ այլևս չէի սիրում, ինձ չէի ներում, ես ատում էի ինձ։ Ես զզվում էի, անգամ հայլու մեջ որ նայում էի ինձ, ատում էի, զզվում էի, չէի ուզում, որ ես ապրեմ։ Որտեւ ամեն անգամ հիշում էի, որ ինչքան եմ իմ հարազատներից նեղացրել, անգամ հորս գերեզմանն եմ պղծել, սրբությունը, որ դա ինձ համար, մեզ համար սրբություն էր։ Իհարկե հիմա մեր սրբությունը Հիսուսն է։ Այն ժամանակ մենք չէինք հասկանում։ Իհարկե իմ հայրս ինձ համար սուրբ մարդ է, մինչև օրս է, բայց ոչ ոք չէր կարողանում ինձ օգնել։ Եվ այդ օրվանից իմ կյանքը դեպի վատը գնաց։ Եղբայրս ասեց կարմիր կովիրակաշի չի փոխվի, ավելավա ես գնամ որպեսի աղբերասպան չդառնամ։ Արդեն փոքր քուրս գնացել էր, հետո եղբայրս գնաց իր ընտանիքով, մյուս քույրս գնաց, մայրս գնաց, մյուս եղբայրս է գնաց, պատերազմ գնաց, ասեց ավելավա գնամ պատերազմում ազգիս համար զոհվեմ, քան թե քո ձեռքին զոհվեմ։ Եվ երկու աղոթք արեց։ Խնդրանք ասեց Աստծուն, ինքը քանի որ արդեն Աստծո մասին գիտեր, ասեց Տեր Աստված երկու բան եմ խնդրում, եթե երկու խնդրանքս կատարես, ամբողջ կյանքս քեզ կնվիրեմ։ Առաջինը ես պատերազմ եմ գնում, ինձ կենթանի հետ բերես, մյուսը, որ ես Արթուրին հավատացյալ դարձնես։ Ու գնում է ինքը, 89-90 թվականներին ինքը գնում է պատերազմ, 94-ի սկիզբներ, 94 թիվներ կարծեմ, ինքը վերադառնում է։ Ես արդեն 1 տարվա հոգևոր եմ գնում։ Ինչպես եմ դառնում հոգևոր, հիմա ուզում եմ այդ պատմությունը պատմել։ Արդեն 93 թվականն է, 6 ընկերներով հավաքվել ենք իմ հայրական տանը, քանի որ իմ բոլոր հարազատները գնացել էին, ամբողջ այդ հայրական տունը թողել էին ինձ վրա, ուղղակի փախել էին ինձնից, սենց կարելի ասել։ Եվ ես այդ տունը սկսեցի տան մեջ ինչ չկար, բոլորը վաճառում էին։ Բարեբախտաբար տունը իմ անունով չէր, թե չէ տունն է կվաճառեի։ Փառք Աստծո, որ իմ անունով չէր։ Եվ այդ ընթացքում 93 թվականի հունիս ամիսներ օրը չեմ հիշում, հավաքված էինք 6 ընկերներով, որոնց ես ասել է եկեք միասին ապրենք մեր տանը։ Ճաշվա մոտավորապես ժամի 1-ի կոմերն էր, շատ բարձր դոզարով նարկոտիկ էինք պատրաստել, եւ այդ նարկոտիկը մոտավորապես ոնց ասեմ ձեզ, որպեսի պատկերացնեք, մոտավորապես մի 80-ից 100 հոգու բաժին, մենք 6 հոգով։ Այդ ժամանակ դերևս որևէ մեկը չի օգտագործել իմ ձեռքին, որ պետք է բաժանեմ որոշ մասը, բոլորից 6-ից մեջ, այդ ժամանակ ինձ միտք եկավ, ասեց ում է քո կյանքը պետք է։ Նայ տես, ոչ մեկը քեզ չի սիրում, ոչ մեկը չի ուզում քեզ հետ շփվի։ Սա առիթ է, դու ինքդ քեզ չես ներում, հորդ գերեզմանով երդվել ես, երդումը չես կատարել, ընկերներդ իմանան, նրանք է քեզ չեն ների, դու էլ քեզ չես ներում, այդ ամբողջը օգտագործի եւ բահացի։ Ես մի անգամից ենթարկվեցի այդ մտքին եւ ամբողջությամբ օգտագործում եմ եւ այս արդեն ընկերներս են պատմում 4 ժամ հետո։ Իրանք ասում են, որ 4 ժամ դու մահացած ես եղել։ 2 ժամ ասում եմ մենք քեզ մոտ ենք եղել, այդ 2 ժամ ասում եմ մենք տեսանք, որ այլևս քո պուլսը չկա, հայլին դրել ենք քո բերանին, գոլորշի չկա, մարմինդ սառել է, ամբողջական համոզվեցինք, որ մահացել ես 2 ժամ հետո մենք դուրս եկանք ձեր տնից, մոտ 2 ժամ էլ ասում եմ ձեր տան փողոցում քայլել ենք, սպասել ենք, որ ինչ որ մի հատ բարեկամ, հարևան, ինչ որ մեկը գա, ծանոթ, մտնի ձեր տուն, որ բացահայտվի, որ մահացած ես, ինչուս մենք ասում եմ բժիշկ չկանչեցինք, որովհետև արդեն մահացել էր, քեզ հնարավոր չէր էլ փրկել, բժիշկն էլ գար, դրա հետ միասին ոստիկան էր գալու եւ կլբեր վրա գործեր էր բացվելու, գլխացավանքների մեջ էինք ընկնելու եւ պատճառը դա է եղել, որ չեն կանչել։ Եվ այդ ժամանակ ես մեկ է տեսնեմ բարձրանում եմ,
բայց չգիտեմ, որ մահացած եմ։ Երբ որ բարձրանում էի, այդ բարձրանալու ժամանակ ինքս ինձ հետ սկսեցի խոսել։ Ասես ինչ հիմարություն այս ես քան օգտագործեցի, երևի ես խելագարվել եմ, այս նարկոտիկի ազդեցության տակ եմ արդեն, եւ լսեցի ձայն։ Կարծես ինչ որ մեկը հեռախոսով խոսում է, դու դեմքը չես տեսնում, բայց ձայն ես լսում։ Ես այդ խոսացողի ձայնը լսում էի։ Եվ գիտեք ինձ ինչ էր ասում, այն ինչ որ ես մտածում էի, նա գիտեր։ Ինքը իմ ամբողջ կյանքը գիտեր, իմ մտքերը գիտեր։ Եվ նա ասում էր դու ինչ որ մտածում ես, սխալվել ես, դու մահացել ես, նայի ներքև։ Երբ որ ես վերևից նայեցի ներքև, ես իմ մարմինս մահացած տեսա։ Ամբողջական ես ինձ տեսա։ Եվ այդ ժամանակ ասեցի, չէ, սա հնարավոր բան չի, սա ինձ է թվում։ Ես երևի խելագարվել եմ, ասեց, չէ, դա քեզ չի թվում։ Ես իմ հավատացյալ զավակներին ուղարկում էի ձեզ մոտ, իսկ դուք ծիծաղում էիք, ձեռ էիք առնում, չէիք հավատում։ Ու հիշեցի, որ այդ երկու տղաները, Գագիկը եւ Կարենը, Գագիկը հիմա Ռուսաստանում հովիվ է։ Ես հիշեցի, որ իրանք գալիս էին ասում էին Աստված կա, մահով կյանքը չի վերջանում, Աստվածաշունչ գիրք կա, ինչ որ այնտեղ գրած է, ճիշտ է։ Ես էլ ասում եմ, ինչ կա այնտեղ գրած, ասում են, օրինակ ընդի գրած է, որ կա դժող, դրախտ։ Ասում են Աստված ամենակարող է, մահացածին կարա կենդանացնի։ Ասում են դե եթե դեր ասած է ճիշտ է, եկեք հենց հիմա գնանք խորս գերեզման, թող խորս կենդանացնի, հավատամ ձեր այդ Աստծուն։ Ու չէին պատասխանում հարցին, չէին կարողանում։ Ու դենց մենք ձեռ էինք առնում, չէինք ընդունում։ Ու այդ օրը այդ ձայնը ինձ ասում է. ես իմ հավատացյալ զավակներին, ես այսօր 100% համոզված եմ, որ նրանք Աստծո զավակներ են, որովհետև Աստված ինձ ասեց իմ հավատացյալ զավակներին, իմ հավատացյալ զավակներին։ Երբ որ դուք մարդկանց Աստծո խոսք եք ասում, Աստված ասում է իմ հավատացյալ զավակներին։ Եվ վերջապես, սիրելիներ, երբ որ այդ ձայնը ինձ ասեց իմ հավատացյալ զավակներին ուղարկում եք չեք հավատում, այդ ժամանակ ես հիշեցի, որ նրանք ասում էին մահով կյանքը չի վերջանում ու երկնքում մի հատ մեծ էկրան բացվեց։ Շատ մեծ էկրան։ Այս շենքից միգուցե ավելի մեծ։ Ես մի փոքր բրջունի չափ էի այդ էկրանի մոտ։ Եվ այդ էկրանի վրա ես ամբողջ իմ կյանքը տեսա։ Բաներ, որ ես արել էի գիշերով, որևէ մեկը մինչև այսօր չգիտի, բացի այն հովիվը, որին խոստովանել եմ։ Բացի Աստծուց։ Որևէ մեկը չգիտեր դա, իմ ընկերներս անգամ չգիտեին, ես գիշերով էի արել, թաքուն։ Անգամ իմ մտքիս մեջ մտածած պղծություններիցս հետ նկարված էր։ Գիտեք, այսօր հեռախոսը ունի մի հատ փոքր չիպ, որը մարդիկ են ստեղծել։ Այսօր անգամ երեխան դեռ մոր որովանից դուրս չեկել վիդեոին նկարահանել։ Որ ծնվում ասում են, նայ տեսես դու ես մամայի որովայնը։ Դեռ չծնված նկարում են։ Այդ ո՞նց է մարդը այդքան խելացի չլինելով, որ Աստված այդ խելքը տվել, կարողանում է նման բան անի, ու հանկարծ Աստված չի մեր կյանքը ու Աստված հանկարծ մեր կյանքը ինքը չի նկարահանի, ասեմ ձեզ, բոլորիդ կյանքը, բոլոր մարդկանց, մինչև այսօր ինչքան որ ծնվել են, մինչև հիմա ինչքան կա եւ ինչքան էլ վերջի մարդը որ պիտի ծնվի, բոլորի կյանքը նկարահանվում է։ Անկամ նրանց մտքերի մեջ։ Հիսուսն ասավ, եթե աչքովը տնաս, սրտիդ մեջ ցանկանաս, ով գիտի քո սիրտը, եթե ոչ միայն նա։ Բոլորը սրտի անգամ ցանկությունները չար թե բարի, բոլորը Աստծո մոտ գրանցվում են։ Եվ ես այդ ամենը տեսել եմ, ես ձեզ վկա եմ, եւ դա ճշմարտություն է։ Կհավատաք թե չեք հավատա, դա ճշմարտություն է։ Մի օր մեկն ասեց, ասում ես, որ մայից հետո կյանք կա, դժող կա, դրախտ կա, բա որ չեղնի։ Ասի լավ, բերքու տարբերակով մտածենք, թեպետ ես գիտեմ, որ կա։ Ասեցի, բայց բերքու տարբերակով մտածենք։ Ենթադրենք չկա, հենց հիմա երկուսս էլ մահացանք ու տեսանք, որ չկա։ Ինչ որ բան դու կորցրեցիր, ասեց չէ։ Ասի ես էլ որ հավատացել եմ, ես էլ չկորցրեցի։ Դա ձեր տարբերակն էր, հարգեցի։ Ասի խնդրում եմ, բեր մի բայլ իմ տարբերակով մտածես, եթե լինի։ Առաջին տարբերակով ցած կորցնեմ։ Իսկ եթե լինի, սենց սարած նայեց ինձ, ասեց, «Էդ ինչ ասեցի, ես թեզ բան չէի մտածել»։
Որեղնի, ասի եթե եղավ ես էլի կորցնելու բան չունեմ, բայց դու լավ չի քո գործերը դե։ Ու սկսեց ամբողջությամբ դողալ։ Ինչ անեմ բա, ասի մի հատ փրկիչ կա։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Եթե նրան ունենաս, կփրկես։ Սերներ, ճշմարտություն Աստվածաշունչը ինչ որ ասում է։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց Աստծո խոսքից մի տար մի ստորակետ չի անցնի։ Եվ երբ որ ես նայում եմ այդ էկրանի վրա իմ ամբողջ կյանքը մի հատ լավ բան չտեսա։ Ինչի համար ես ստոր ասեցի մարդու մեջ լավ բան չկա։ Դա Աստվածաշունչն ասում, մարդու մեջ լավ բան չկա, ինչ էլ որ կա, վերեն հորից է տրված։ Ես դա իմ աչքով եմ տեսել։ Ես դա դեռ Աստվածաշունչից տեղյակ էլ չեմ եղել, աչքովս չեմ էլ տեսած եղել։ Բայց ես տեսա այդ ամենը, որ ոչ մի լավ բան չկար։ Ու երբ որ ես տեսա այդ էկրանի վրա իմ ամբողջ կյանքը, ես մեծ վախով լցվեցի։ Սարսափով լցվեցի։ Ու մտքիս մեջ ես ինքս ինձ դատեցի, ասի դե որ ես ամենը ճիշտ է, հիմա ես դժոխք կգնամ։ Գիտեք, իրականության մեջ ոնց ասեմ ձեզ, իրականության մեջ դատավոր չկար, որ գար ինձ դատեր։ Բայց Աստված այդ ամենը որ ցույց տվեց, իմ խիղճը դառավ ինձ դատավոր։ Ես ինձ դատեցի, ասի ես հիմա դժոխք կգնամ։ Ու ես սպասում եմ, որ հիմա դժոխք կգնամ, չգիտեմ ինչքան տարածություն էի բարձրացել։ Մեկ էլ հանկարծ ոտքերիս տակ մի հատ սև շրջանակ բացվեց, թունելի էր նման։ Թունելը միշտ սենց է լինում, բայց դա սենց էր, վերևից էր իջնում։ Այդ թունելի մեջ ոնց որ քեզ վերևից այդ, չգիտեմ ինչքան բարձրությունից քեզ թողնեն, ինչ արագությունով կգաս դեպի քո մարմինը։ Պատկերացրեք, այս շենքի չափ մի հատ փորշեկուլ, ռուսերեն պիլասոս, հա։ Այդ փորշեկուլը պատկերացրեք, քեզ քաշում է դու մի հատ բմբուլի տես մեկնես, եւ այդ փորշեկուլի այդ խողովակը որ կա, այդ խողովակը վերջավորությունը միացած է աղբարկին։ Պատկերացրեք, այդ աղբարկը քո մարմինն է, եւ այդ թունելով արագությամբ ես գալիս եի դեպի այս մարմնից մեջ։ Ու երբ որ մտնում ես մարմնից մեջ, ահավոր մի հատ զգացողություն էր։ Պատկերացրեք, հետ եղել է որ լողանալուց եք եղել, հանկարծ միամիտ սառը ջուր է միացել։ Ինչպես ինչ զգացողություն է դա հաճեղել, չէ՞, ես դու նետ չեք։ Այդ տակի ժամանակ մեկ է մի անգամից սառնա կպել մարմնին, շատ զզվելի մի հատ աշուշենի է, էլի, ռուսերեն ասած։ Զգացողություն է։ Պատկերացրեք, երբ որ ես գալիս էի դեպի այս մարմնից մեջ, այդ ձև աշուշենի էր, այդ ձև զգացողություն էր, ավելի վատ։ Ոնց որ մի հատ սառուցով ջրի մեջ մտնեի, ու այդ սառուցով ջրի մեջ խառնված լիներ աշխարհում ինչքան շատ ներողություն զուգարանի կեղտ կա տեղ լիներ։ Այդ սառը ջրի մեջ, երբ որ մտնում էի իմ մարմնի մեջ, այդպիսի տպավորություն էր։ Մարդու բնությունը այդպիսին է։ Եթե այնտեղ չկա Աստված, ես միշտ ասում եմ, սիրելիներ, եթե Աստված չանի, Աստված իր դրած լավ բաները իմ մեջից անի, այնտեղ միայն աղբուզիվիլ կմնա։ Ուրիշ ոչինչ։ Ես կուզենամ, որ այդ հայտնությունը ամեն մեկը ունենաք։ Քանի դեռ այդ հայտնությունը չունես, դու դեռ Աստծուն լավ չես ճանաչում, ինքդ քեզ լավ չես ճանաչում։ Կուզենամ այդ հայտնությունը ամեն մեկը ունենան, եւ նրանք, որ մեզ լսում են, նրանք նույնպես ունենան։ Ու ես երբ որ մտա այդ մարմնից մեջ հիմա մրսում եմ, դողացնում եմ ահավոր ձևի։ Ուզում եմ ինչ որ մեկը անգամ երասած ջուր բերի ինձ վրա լցնի։ Ու այնքան սեն ցավեր է, ոնց որ ասֆալտի այդ կատոկը քո վրայով անցած է, ամբողջ ոսկորներս փշրված, ոնց որ մի միլիոն հատ ասեղներով սես քեզ ծակեն, ջարդվում եմ։ Արդեն զգում եմ, որ մարմնից մեջ եմ, աչքերս որտեղ արդեն բացել են, առաստաղը տեսնում եմ, բայց չեմ կարում, դողացնում եմ։ Մարմինս կամանց սկսեց ջերմանալ, վիզս սկսում եմ կամանց շարժել, մարմինս վերջապես միգուցե այդ տղաների ասելով այդ վերջի 2 ժամում ես հետ եմ եկել, ես չգիտեմ։ Ու երբ որ արդեն դուրս եկա սետակից հայատ, որովհետև ուզում էի հետ տա ինչ-որ մի բան, որ տհաճ էր իմ մեջ, այդ ժամանակ ընկերներս ինձ տեսան վախեցած եկան ինձ մոտ, Արթուր ես դու ես, ասում եմ հայ, մեկն ասում է, կարող է ինքը չի հոգին ա մեզա թվում, բայց ախր ինքը մեռած էր, եկել են ինձ սենց շոշափում են, ձեռ են տալիս, ասում եմ տղաներ հանգստացեք, ես եմ, բա ոնց դու մեռած էր, ես ոնց կենթանացա, ասի հիմա ձեզ կպատմեմ, ու երբ որ սկսեցի այս պատմությունը պատմել, ինչ որ ձեզ պատմեցի, սկսեցին ինձ վրա ծիծաղել։ Ինչպիսի ծիծաղ
Շատ ոնց որ դժողքի մեջից այդ ծիծաղը դուրս գար։ Ու ես այդ ժամանակ այդ երկու հավատացյալ Աստծո զավակներին այնքան լավ հասկացա, որ մի ժամանակ ես էլ էի այդ ծիծաղողներից մեկը։ Բայց նրանք երբեք վատ բան չէին ասում, օրհնում էին մեզ, ասում էին կաղոթենք, որ Աստված ձեզ այցելի։ Եվ այդ ժամանակ ես իրանց հենց այդ պահից սկսած 93 թվականից ես սկսել եմ ավետարան քարոզել, թեպետ ավետարանի մասին չեմ իմացել։ Ասի տղաներ եկեք գնանք այդ հավատացյալներին գտնենք։ Իրանց ասեք այդ ինչ գիրք Աստվածաշունչ տվեք կարդանք, դա Աստծո խոսքան ինչ գրած է ճիշտ է։ Ասում են, «Всё դու խելքը թրծրել ես»։ Նորմալ մարդ էիր, մոտս հայհոյելով էին խոսում։ Ես կյանքից մեջ առաջի անգամ կուլտուրական բառ եմ օգտագործում, ասում եմ լա ինձ մոտ մեկ հայհոյի, հետո որ ասեցի սրանք սկսին ավելի ծիծաղել ինձ վրա։ Ասին դու մեզնից շատ էր հայհոյեմ, 10 բառ էր ասեմ, 7-8 բառը հայհոյանք էր, հիմա մեզ ասում ես արքիլը մեզ։ 93 թվականից մինչև այսօր իմ բերանից այդ հայհոյանքը դուրս չի եկել։ 93 թվականից մինչև այսօր սիրելիներ ես մի հատ պապիրոս չեմ ծխել, որ ես օրը 2-3 պաշկա ծխում էի։ 93 թվականից մինչև այսօր ես ոչ մի տեսակի նարկոտիկներ, ես ծանր նարկոտիկներ եմ օգտագործել, ոչ մի տեսակի չեմ օգտագործել։ Խմիչք էի խմում, օղին խմում էի, վերջում ատամներով այդ բաժակը ջարդում էի եւ սկսում էի այդ բաժակը ուտել, այդ շուշի բաժակը ուտել։ Այնքան դևեր էին ապրում իմ մեջ։ Մարդու մեջ հազարավոր դևեր կարան ապրել։ Օրինակ Հիսուս այն դիվահարին ազատեց, 2000 դև դուրս եկավ, մտավ խոզերի մեջ, կարող ավելի շատ էր, ուղղակի այդ բան 2000 խոզ էին։ Մտան խոզերի մեջ եւ դրանով հասկացան, որ մարդու մեջ կարա հազարավոր դևեր ապրի։ Եվ այդ ժամանակ իրանք ծիծաղեցին, ես իրանց թողեցի։ Ասի շատ լավ, ես այս օրվանից գնում եմ։ Այդ օրվանից մինչև այսօր ես չեմ օգտագործում ոչ մի տեսակի խմիչք։ Ռուսաստանում 3 եկեղեցիներ են բարձրացրել, փոքր եկեղեցիներ, վերջինը մի քիչ ավելի մեծ։ Որևէ եկեղեցում ես հաղորդությունը չեմ տվել որպես այդ եկեղեցու հովիվ, որպես հիմնադիր, երբեք որևէ միտեղ ես չեմ տվել այնտեղ գինուց հաղորդություն։ Ես չեմ ասում ովքեր գինու հաղորդություն են տալիս, սխալ են անում, քավլիցի նման բան ես չեմ մտածում, ճիշտ եք անում, դուք ոնց հասկանում եք այդպես է, դա Քրիստոսի այրան խորհուրդն է, բայց ես ուղղակի չէի տալի, քանի որ ես Աստծո հետ ուխտ էի արել, որ երբեք սպիրտ չեմ օգտագործել ու խմիչք, դրա համար չէի օգտագործում։ Սև խաղողը բերում էի, մզում էին եւ դրանով էի տալի հաղորդությունը։ Ասելուց նպատակը նա է, որ երբ որ Հիսուսը ազատում է, անմնացորդ ազատում է, որտեղ մեր մոտ մարդիկ կային ալկոգոլից ազատագրված, եթե ես տայի, նորեկներ էին կարող այդ ազդեցությունը նրանց ինչ-որ բան հիշացնել նորից վերադառնային։ Վերջապես իմ կյանքը փոխվեց 93 թվականին եւ ես սկսեցի Տիրոջը ծառայել մինչև օրս։ Ամուսնացա 96 թվականին եկեղեցով պսակվեցինք, Ռաֆայել Գրիգորյանը եւ Ժորժ Վարդանյանը երկուսով պսակեցին մեզ։ 2 երեխաներ ունենք եւ ամբողջ ընտանիքով Տիրոջն ենք ծառայում մինչև օրս, փառք Տիրոջը, շնորհակալ ենք Աստծո, այսօր ստացվեց որ գանք։ Փառք Հիսուսին, ամենը Տիրոջ շնորհն է եւ բոլոր փառքերը միայն նրան են պատկանում։ Գիտեք սիրելիներ, եթե Աստված հրեշին դարձնում է հրեշտակ, քո նման հրեշտակին ավելի լավ հրեշտակ դարձնելը ավելի լավ հեշտ է։ Եթե Աստված ավանակին օգտագործեց եւ նրա միջոցով խոսեց Բաղամիեշի հետ միջոցով, Աստված մարդուն էլ կարող է օգտագործի։ Եվ այսօր ուզում եմ մի փոքր էլ կիսվեմ ձեզ հետ այն ծառայություններից, որ իմ ապաշխարությունից հետո ես սկսել եմ ծառայել մինչև օրս։ Երբ որ ես ապաշխարեցի, բերեք մի հատ ուրիշ բան էլ ասեմ։ Ես պոշկեքի հիվանդությունն է, երիկամները գիտեք։ Այո, ես դրա մասին պետք է խոսեմ, հավատքի թեմա, այսօր կխոսեմ եւ ժամանակս բավականացնի։
Ես բոշկեքի հիվանդություն ունեի եւ այդ հիվանդությունները ինձ տանջում էին։ Այդ նարկոտիկներից եւ այդ խմիչքներից քայքայվել էին։ Ու ես այդ ժամանակ արդեն 2 տարվա հոգևոր էի։ Մայրս, եղբայրս վերադարձել էին, հա, իմիջիալոց ասեմ, եղբայրս 94 թվականին, երբ որ վիրավոր իրան բերում են պատերազմից, այդ ժամանակ, երբ որ շտապօգնության մեքենայից իրեն իջացնում են, թաղի տղաները հավաքվում են, այդ օրը ասում է կապուտ երկինքա, արև արքայություն, ոնց որ հիմա դրսում, ասում է մեկ էլ որ իջացնում էին ինձ, մեկ էլ թաղի տղաներից մեկն ասեց, այ Արայիկ, բայց ես իմացել աղբետ հավատացյալ ա տարել։ Ասում ասի, չէ, նանից ինչ հավատացյալ, ասում հենց ասի նանից ինչ հավատացյալ, ասում այդ ժամանակ մեկ էլ այս թաղի տղեկն ասին, այս կապուտ երկինք, այս արև արքայություն, այս ինչ ամպրոպի ձայն է, այս ինչ կայծակի ձայն է, բայց կայծակը չի երևում, բայց ձայնը լսում են բոլոր հավաքվածները։ Եղբայրս ասեց, դա ամպրոպի ձայն չի, Աստված է հիմա ինձ հետ խոսում։ Ու ինչ էր Աստված իրեն ասել էր, դու ինձնից 2 բան ես խնդրել։ Մեկը որ քեզ կենթանի հետ բերեմ, մյուսը որ գաս, մյուսը որ Արթուրին դարձնես հավատացյալ, ես քո աղոթքը կատարել եմ, հիմա էլ դու քո խոստումը կատարել։ Եվ եղբայրս այդ օրվանից իր կյանքը անմնացող նվիրում Աստծուն եւ մինչև օրս ծառայում է, Փառտերոջը։ Այդ երեկամներից ցավերը 95 թվականին ես երեկոյան 11 գիշերվա 11-ի կոմերներ դուրս եկա Հայաթ, Հայաթը հայերեն բառ չի, հա, բակը դուրս եկա, Հայաթը պարսկերեն է, դուրս եկա բակ եւ բակում նայում է աստղերին ու լաց է լինում, ասում է Հիսուս ջան, ես մահացած եմ եղել ինձ կենթանացել ես, այս բոշկեքի ցավն ինչա որ չբուժես։ Դու այն զինվորականի ծառային խոսքով ասեցիր եւ բուժվես, նա ասեց մի խոսք ասա եւ կբուժվի։ Խնդրում եմ քեզ, այդ մի խոսք ինձ էլ ասա, ես էլ կբուժվեմ, բայց եթե չասես չեմ նեղանա քեզանից։ Հիսուս ջան, եթե չբուժես չեմ նեղանա։ Եթե բուժես ես բոլորին կպատմեմ, բայց եթե չբուժես չեմ նեղանա, բայց խնդրում եմ չեմ դիմանամ այս ցավերին, տար ինձ քեզ մոտ։ Ու հանկարծակի տեսա այս աստղերը անհայտացան եւ տեսա Տեր Հիսուսին խաչի վրա։ Կարծես 2000 տարի նկարահանած, արագացած այդ նկարահանածը հետ տաս։ Ու տեսա Տեր Հիսուսին խաչի վրա։ Խաչի վրայից նայեց ինձ ու կրկնում եմ բառազիորեն ինչ ասեց ինձ։ Ասեց որդիս կարող ես հավատալ, որ այս խաչի վրա մահանում եմ ոչ միայն քո մեղքերի համար, այլ նաև քո հիվանդությունների համար։ Ասի այո Տեր հավատում եմ, հենց ասի այո Տեր հավատում եմ, այդ տեսարանը անհայտացավ, աստղերը նույն տեղում, ոչ ոքի ձայն չեմ լսում, ու այդ պահից սկսած մինչև այսօր կատարյալ առողջ եմ, եւ այդ ձայնը, որ ինձ հետ խոսում էր, այդ այն նույն ձայնն էր, որ մահացած ժամանակ լսում էի, բայց դեպքը չէի տեսնում։ Մեր Աստվածը սքանչելի է։ Աստծո խոսքն ասում է Եբրայեցիս 13:8, որ նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Նա չի փոխվել։ Նա կարող է այսօր էլ քեզ բուժել։ Այսօր էլ նա կարող է քեզ բուժել։ Բայց նա երբ որ մոտենում էր հիվանդին, ասում էր. հավատում ես, հավատում ես, հավատում ես, որ ես դա կարամ անեմ։ Հիսուսը դեռ այդ ժամանակ, որ մարդկանց ասում էր հավատում ես, որ կարամ անեմ, նա դեռ չէր խաչվել։ Նա ասում էր հավատում ես, սիրելիս, այդ Հիսուսը չի փոխվել։ Այսօր էլ այդ Հիսուսը կարա քեզ բուժի։ Եթե բժիշկները քեզ ինչ որ բաներ են ասել, որ քեզ այսքան ժամանակ է մնացել, գիտեք բժիշկները սխալ չեն ասել, նրանք ճիշտ են ասել, բայց բժիշկների ասածից ավելի մեծ մեկը կա, որ նա կարող է դա անի։ Եվ նա ինձ արեց, իմ երիկամը պետք է փոխեին, բայց Աստված ձեռքը տարավ եւ նոր երիկամ արարեց։ Ինչու, որովհետեւ նա է արարիչը երիկամների։ Եվ ցանկացած օրգանիկ արարիչն է։ Նա կարող է արարել։ Նա կարող է խոսքով ասի եւ կատարվի։ Նա ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Նա ասեց կույրին տես եւ տեսավ։ Նա անդամալուծին ասեց վերկած մահիճը տար թևի տակ դիր գնա եւ նա գնաց։ Ինչու՞։ Տեր խոսում է, այդ խոսքը այսօր էլ նույնն է։ Այդ խոսքը այսօր էլ խոսում է։ Այդ խոսքը չի փոխվել։ Պետրոսին ասեց
քայլի եւ Պետրոսը քայլեց այդ ջրի վրայով։ Ջրի վրայով չէր քայլում, նա քայլում էր այդ արիի վրա։ Իր հիմքը այդ արին էր, արի Պետրոս։ Պետրոսը երբ որ նավակից դուրս եկավ, դրեց ոտքը այդ արի վրա, Հիսուսի խոսքի վրա։ Այսօր եթե մեր հավատքի հիմքը դարձնենք այս խոսքերը, դու ստեղից կգնաս բժշկված։